կուզեմ անդրադառնանք նաև մեր հարցազրույցում երեք տեղի ունեցած այդ բացահայտմանը, թեպետ դա բացահայտում չէր, ավելի այսպես հստակ պատկերը ի հայտ եկավ։ Խոսքս վերաբերում է եկեղեցու հետ կապված եւ երկու ռուս պրանկերների Վովայի եւ Լեքսուսի միջնորդությամբ բացահայտվում է մի զրույց ԵԱԿ գլխավոր քարտուղար ազգությամբ թուրք ղեկավարի հետ, որ նա Փաշինյանին պատրաստ է աջակցել եկեղեցու դեմ պայքարում կաթողիկոսի հեռացման հարցում եւ շատ հետաքրքիր մի հանգամանք կար ուժեղ Հայաստան կուսակցության մասնավորապես Կարապետյանների անունն էր այստեղ գնում, որ նրանք կարող է խանգարեն եւ այս հարցում փաստորեն ստանում են Նիկոլ Փաշինյանը թուրք ԵԱԿ նախագահի հավաստիացումը, որ այո, ինքը ամեն ինչ անելու է, որ այդ հարցերը լուծվեն։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, ինչ հետևության հանգեցիք այս փաստը հերթական անգամ, երբ ջրի երես ելավ, խնդրեմ։ Տեսեք, այս ձայնագրությունը պարզապես այն փաստահեն իրողությունն է, որի մասին մենք խոսում էինք նոր, որ Հայաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկող իշխանություն է եւ փաստացի նաև այնտեղ իհարկե ձայնագրությունը իրապես Նիկոլ Փաշինյանը չէր խոսում, ինչպես հասկացել ենք, այլ անձինք էին, պրանկերներն էին, բայց հենց այնտեղ էլ խոսելով Կարապետյանների մասին եւ զրուցակիցը հաստատում է, որ այո, Կարապետյաններն են հիմնական խոչընդոտը, նրանց համակիրները, կարծիքները, հիմնական խոչընդոտը եկեղեցու դեմ պայքարում, սա խոսում է այն մասին, որ ուժեղ Հայաստանը կարողացել այս կարճ ժամանակահատվածում կարողանալ իշխանությունների ինչ որ բանի հանդեպ խոչընդոտ դառնալը, ինչ որ մի բան անելուն բլոկելը եւ սա այն մասին է խոսում, որ մենք ինչպես ասեցի, զագնի դնողը չենք մեր պայքարում եւ շարունակելու ենք մեր պայքարը, իսկ եկեղեցու մասով ես համոզված եմ, որ այսպես եթե մասշտաբային նայենք, Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակը մեր արժեհամակարգի փոփոխությունն է։ Սա արժեհամակարգի պայքար է, նա հարվածում էր սկզբում մեր հաղթանակի սիմվոլներին, մեր գեներալներին, արժեզրկում էր նրանց արածները պատերազմի ժամանակ, հետագայում եղավ Արցախի կորուստը, հետագայում եղավ մեր Սփյուռքի ամբողջովին մեկուսացումը Հայաստանից, հետագայում եղավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը եւ հիմա էլ հասել էինք եկեղեցուն, որը որ այն հենասյուներից է հայ ազգի ինքնության։ Ես սպասում եմ, որ հետագայում մենք կտեսնենք կրկին հարձակումներ եկեղեցու վրա, բայց ինչպես որ մենք եղել ենք, այնպես էլ կանք, միշտ լինելու ենք եկեղեցու կողքը, մեր եկեղեցու պաշտպանությանը։